Բնապահպաններից շատերը դեմ են ընդերքի մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը։ Նրանք գտնում են, որ եթե փոփոխություններն ընդունվեն, ապա Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներն ավելի կշատանան։ Կառավարության հեղինակած փոփոխություններով օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում։ Այն արդեն անցել է երկրորդ ընթերցում, մինչ այդ դրական եզրակացության արժանանալով Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն ասում է, որ իրենք օրինագծի քննարկումը բոյկոտել են, չցանկանալով մասնակցել շրջակա միջավայրի վրա սպառնալիքներ ներկայացնող դրույթների կյանքի կոչմանը։ Ավելի է վատթարանում վիճակը։ Այդ օրենքով ավելի է վատթարանում վիճակը։ Եթե մի օրենքում թափոնների հետ կապված բարդությունները ավելի շատ բարդություններ առաջանում, պարզ չի, որ ավելի է վատթարանում վիճակը։ Հանքարդյունաբերողները, սակայն, մեծ խանդավառությամբ են ընդունել օրենքում կատարվող փոփոխությունները, նկատում է Ղազարյանը։ Այսօր եթե հանքարդյունաբերողները իրագործում են խախտումներով, այսօր օրենքով է իրենց խախտումները արդեն ամրապնդվում։ Ելքը ավելի խորն է եւ ավելի քաղաքական։ Ես համոզված եմ, եթե բնապահպանության նախարարությունը ամիսներով ընդհանրապես չգործի, մեր բնությունը դրանից գտնում է, որ կշահի։ Կանաչների միության նախագահ բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ եկել է այն եզրահանգման, որ Հայաստանում պետք է վերջ դրվի հանքարդյունաբերությանը, եթե իհարկե իշխանություններն ուզում են Հայաստանն ապագայում տեսնել առանց էկոլոգիական լուրջ խնդիրների։ Բոլոր թիմումները պատասխան չեն ստանում։ Ինչու գլխավոր դատախազությունը, նախագահը, մյուս, քանի որ պարզվում է, որ բոլորն են, որոնք ունեն մեծ պաշտոններ, ունեն հանքեր ունեն, իրենց համար ստեղծում են օրենքներ կառավարությունում եւ բերում են ազգային ժողով, որտեղ ազգային ժողովի ամենապատասխանատու հանձնաժողովի ղեկավարը օրինակ բազմաթիվ հանքերումի ինչպես հրապարակվեց։ Պետք է ուրեմն հարկային դաշտ բերվի հանքարդյունաբերությունը, եթե հարկային դաշտ կա, հավատացած եղեք, որ այն հանքավայրերը, որոնք այսօր շահագործվում են, հազարավոր, միլիոնավոր տարիներ է թափոնները մնում է Հայաստանի, այդ հանքավայրերը չեն շահագործվի, քանի որ տնտեսական վնասը, պարզվում է, որ իրենց տված վնասը ավելի մեծ կլինի, քան օգուտը։